Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից իր դասերը։ Թող Աստված օրհնի այս ժամը իր ներկայությամբ, իր Սուրբ Հոգին թափի մեր վրա, որպեսզի մենք կարողանանք կարդալ եւ ուսումնասիրել Սուրբ Հոգու առաջնորդությամբ եւ ճիշտ հասկանալ եւ Հիսուսի շնորհքով իրագործել մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորել երկինքն ու երկիրը։ Եվ այսօր արդեն հասել ենք 8-րդ դասին, որը կոչվում է Քրիստոսի գերակայությունը։ Հիշելու համար է Կողոսացիներ առաջին գլուխ 15-ից 17 համարներ։ Նա աներևույթ Աստծո պատկերն է, բոլոր արարածներից առաջ ծնված, որտեղ նրանով ստեղծվեց ամեն բան։ Նա, այսինքն Քրիստոսը, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում է եւ չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ Այլ կերպ ասած, Հիսուսի մեր արիչ Աստծո անձի մեջ, որ մենք ունենք մեջ է, որ մենք ունենք փրկագնում, նա մեզ համար իրականացրեց մեր փրկությունը եւ նրա հանդեպ հավատքի միջոցով մենք խավարի ոլորտից տեղափոխվել ենք նրա սիրելի որդու արքայություն։ Այս շաբաթ, ուրեմն այսօր մենք կադրադառնանք նոր կտակարանում Հիսուսին վերաբերող ամենաընդգրկուն ու վեհ հայտարարություններից մեկին։ Ինչ է նշանակում, որ Հիսուսը աներևույթ Աստծո պատկերն է, բայց միաժամանակ բոլոր արարածներից առաջ ծնված։ Երբ մենք նայում ենք հայելուն կամ լուսանկարին, տեսնում ենք մեր պատկերը, բայց դա հարթ երկչափ պատկեր է։ Որոշ առումներով քանդակն ավելի հստակ պատկեր է տալիս, բայց դեռևս խիստ զիջում է կենդանի շնչող իրականությանը։ Աստվածաշնչյան պատկեր հասկացությունը, թեև երբեմն ավելի փոքր պատկերներ է ներկայացնում, ենթադրում է ավելի լայն մի բան։ Ծննդոց առաջին գլուխ 26-ից 27 համարներ։ Աստված ասաց. մարդը ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ։ Նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ եք ստեղծեց նրանց։ Այսինքն մարդուն ստեղծեց արու եւ եք։ Իրանք միմյանց կես է։ Կորինթացիներ Բ Կորինթացիներ 3:18 Եվ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ հոգով։ Ուրեմն Աստված ստեղծեց մեզ իր պատկերով եւ նույնը ասում է Հիսուսի համար, որ նա աներևույթ Աստծո երևացող պատկերն է։ Այսինքն, եթե մենք մեղքի մեջ չընկնենք, մարդկային ցեղը մեղքի մեջ չընկներ, նա ներկայացնում է Աստծուն իր մեջ իր բնավորությամբ։ Մարդկային էակներն այնպես են ստեղծվել, որ հնարավորինս նման լինեն Աստծուն, ֆիզիկապես, հոգեապես, հարաբերություններում եւ գործառույթներում։ Այնուամենայնիվ նրանք արտացոլում են Աստծո պատկերը միայն որոշ առումներով եւ մեղքը վնասել է նույնիսկ այդ արտացոլումը։ Բայց Հիսուսը մեզ հնարավորություն է տալիս տեսնել անտեսանելի Աստծուն։ Հովհաննես 14:9 Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ, ասել է Հիսուսը։ Նա Աստծո բնույթի էության արտահայտումն է։ Նա Աստծո միտքն է, որ լսելի է դարձել, եւ Աստծո բնավորությունը, որ տեսանելի դարձավ։ Մատթեոս 11:27 Ամենայն ինչ տրվեց ինձ իմ Հորից, եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ Հայրը, եւ ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ Որդին, եւ նա ում Որդին ուզենա հայտնել։ Իսկ Աստված ուզում է մեզ բոլորիս հայտնել, բայց մարդիկ կան, որ չեն ուզում լսել եւ չեն ուզում իմանալ։
Սկզբից էր բանը եւ բանը Աստծու մոտ էր եւ բանը Աստված էր, նա սկզբից Աստծու մոտ էր։ Հովհաննես 1:1-2 Հովհաննես 1:14 Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ տեսանք նրա փառքը նման այն փառքի, որ Հայրն է տալիս միածնին լի շնորհով ու ճշմարտությամբ։ Հովհաննես 1:18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին որդուց, որ հոր ծոցում է, նա հայտնեց նրան։ Բանը ինչ է, խոսք։ Այսինքն երբ որ մենք ուզում ենք արտահայտել մեր միտքը, մեր բնավորությունը, առաջինը խոսքն է։ Խոսքով ենք արտահայտում։ Հիսուսը Աստծո, Հոր Աստծո խոսքն է, այսինքն Հոր Աստծո մտքի արտահայտությունն է։ Նա պատկերն է Հոր Աստծո։ Նաև Հովհաննես 5:17 Իմ հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ։ Հովհաննես 10:30 Ես եւ հայրը մեկ ենք։ Հովհաննես 14:6 Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Հիսուսը նաև բազմիցս իրեն նկարագրել է բացարձակ իմաստով Աստծո անունով. Ես այն եմ, որ եմ։ Ես եմ կյանքի հացը, ես եմ աշխարհի լույսը։ Ես եմ բարի հովիվը, ես եմ հարությունը եւ կյանքը, ես հոր մեջ եմ եւ հայրն էլ իմ մեջ է եւ ես կամ նախքան Աբրահամը։ Այսինքն Հիսուսը ես այն եմ, որ եմ, ես եմ արտահայտությունը դա հենց նույն Յահվե արտահայտությունն է բնագրում։ Այսինքն մի էակ, որ միշտ կա, որը չունի այդպիսի ժամանակ չկա անցյալում եւ ապագայում չի լինի, երբ որ նա չի լինի, այսինքն նա միշտ կա, ես եմ, որ եմ։ Նոր Կտակարանում Անդրանիկ եւ միածին եզրույթները գրեթե միշտ վերաբերում են Հիսուսին։ Կարդանք Կողոսացիներ 1:15-17 որով, այսինքն Հիսուսով փրկություն ունենք նրա արյամբ եւ մեղքերի թողություն նրա մարմնով։ Նա պատկերն է աներևույթ Աստծո, Անդրանիկը բոլոր արարածների, որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա, ինչ որ երևում է եւ ինչ որ չի երևում, թե գահեր, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեց։ Իհարկե Պողոսը բացարձակապես նկատի չի ունենում, որ Հիսուսը եղել է առաջին ստեղծված էակը կամ ընդհանրապես ստեղծված էակ է։ Ընդհակառակը, նա կտրականապես բացառում է այդ հնարավորությունը։ Նա երկու անգամ երկու տարբեր ձևերով ասում է, որ Հիսուսն է ստեղծել ամեն ինչ։ Դրանք ստեղծվել է նրա միջոցով եւ նրա համար։ Երկու դեպքում էլ Հիսուսը նշվում է որպես գործողություններն անձնապես իրականացնող, ում միջոցով Աստված իրականացրել է արարչագործության գործընթացը։ Եփեսացիներ 3:9 Եվ բոլորին լուսավորելու, որպեսզի գիտենան, թե ինչ այն խորհրդի տեսությունը, որ ծածկված էր հավիտենից Աստծո մոտ, որ ստեղծեց ամեն ինչ։ Հովհաննես 1:1-3 համարները Սկզբից էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Հայտնություն 4:11 Մեր Սուրբ Տեր Աստված, արժանի ես ընդունելու փառք եւ պատիվ եւ զորություն, որովհետեւ դու ստեղծեցիր բոլորը եւ քո կամենալով ստեղծվեցին ու գոյություն ունեն։ Պողոսի հայտարարությունը հնարավորինս համապարփակ է եւ ընդգրկուն։ Ամեն ինչ նշանակում է ամեն ինչ, տարածական, երկինք եւ երկիր, գոյաբանական, տեսանելի եւ անտեսանելի եւ գործառութային, գահեր, տերություններ, իշխանություններ, զորություններ առումներով։ Վերջին արտահայտությունները սովորաբար վերաբերում են հրեշտակային էակներին։ Եփեսացիներ 3:10 որպեսզի եկեղեցու միջոցով հայտնի լինի այժմ երկնային իշխանություններին եւ պետություններին Աստծո բազմապատիկ իմաստությունը։ Ցանկանալով վստահ լինել, որ բացառվում է որևէ թյուր իմացություն, Պողոսը նաև նշում է, որ Հիսուսը գոյություն ունեցել ամեն ինչից
առաջ։ Պողոսացիս 1:17-ում է այդպես գրված։ Հունարեն արտահայտությունը կարող է նշանակել գերակա ինչպես կարգով, այնպես էլ ժամանակով, բայց Պողոսի գրվածքների մյուս բոլոր դեպքերում այն միշտ վերաբերվում է ժամանակին։ Այսինքն առաջինը, անդրանիկը, դա նշանակում է բնագրից թարգմանված նշանակում է պատճառ, աղբյուր։ Հիսուսի գերակայության մեկ այլ պատճառ, որ Պողոսը նշում է, այն է, որ ամեն ինչ նրանով է իր տեղում, ոչ միայն ստեղծել, այլ նաև պահում է մեզ։ Հունարեն բառը վառացիորեն նշանակում է մեկտեղ բերել կամ միացնել։ Հիսուսը տիեզերքի միավորող գործոնն է, ոչ միայն որպես արարիչ, այլև որպես փրկագնող։ Կարդանք Եփեսացիներ 1:22, նա ամեն ինչ նազանդրեցրեց Հիսուսի ոտքերի տակ և նրան հաստատեց իբրև գլուխ եկեղեցու բոլոր բաների վրա։ Պողոսացիներ 2:10, դուք էլ եք լցված նրանով, որ գլուխն է ամեն իշխանության և պետության։ Եփեսացիներ 5:23, որտեղ մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոսը գլուխն է եկեղեցու և ինքն է փրկիչը այդ մարմնի։ Բնական է խոսել գլուխ բառի մասին փոխաբերական իմաստով, նկատի ունենալով առաջնորդի դիրքը, ինչպես դա արտացոլվում է աշխարհի բազմաթիվ լեզուներում, և Քրիստոսը որպես եկեղեցու գլուխ առաջնորդություն է ապահովում, ուղղորդում, տեսեք, Ա Կորինթացիներ 11:3 ասում է, ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է։ Այսպիսով Քրիստոսը որպես եկեղեցու գլուխ առաջնորդություն է ապահովում, ուղղորդում և սնուցում եկեղեցու միասնություն ու աճը։ Բայց վայ այն տղամարդուն, որի գլուխը Հիսուսը չէ։ Եվ այն ընտանիքին, որի գլուխը այդպիսի տղամարդ է, ում գլուխը Հիսուսը չէ, ում առաջնորդը Հիսուսը չէ։ Կարդանք առաջին Կորինթացիս 12:12-27 համարներ, ինչպես մեկ է մարմինը և ունի բազում անդամներ, և մարմնի այդ բազում անդամները բոլորը մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոս, քանզի մեկ հոգով մեկ մարմին լինելու համար մկրտվեցինք մենք ամենքս, թե հրեաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, թե ազատներ, և բոլորս էլ այդ մեկ հոգին խմեցինք։ Այսպես մարմինը մեկ անդամ չէ, այլ բազում։ Եթե ոտքն ասի, քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չեմ, դրանով չի դադարում նույն մարմնից լինելուց։ Եվ եթե ականջն ասի, քանի որ աչք չեմ, այդ մարմնից չեմ, դրանով չի դադարում նույն մարմնից լինելուց։ Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, ուր կմնար ականջը, եւ եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, ուր կմնար հոտոտելիքը, բայց արդ Աստված դրեց անդամները, նրանցից ամեն մեկը մարմնի մեջ, ինչպես որ կամեցավ։ Իսկ եթե ամբողջ մեկ անդամ լիներ, ուր կմնար մարմինը, բայց արդ բազում անդամներ կան, սակայն մեկ մարմին։ Մեր մարմինը, մեր մարմնի բոլոր մասերը եւ անդամները եւ օրգանները ծառայում են մեկ նպատակի։ Աչքը չի կարող ասել ձեռքին, թե ինձ պետք չես, եւ կամ նույն ձևով գլուխը ոտքերին, թե ինձ պետք չեք, եւս առավել մարմնի այն անդամները, որ թվում է, թե ավելի տկար են, կարևորներն են, եւ նրանք, որ թվում է, թե մարմնի համար ավելի անարգ են, առավելագույն պատիվ ենք անում նրանց, եւ մեր ամոթույքները առավել եւս անհրաժեշտ է պարկեշտությամբ ծածկել։ Բայց երբ պարկեշտ անդամները այդ չեն պահանջում, որտեղ Աստված կազմեց մարմինը եւ նվազ պատվավորին առավել պատիվ տվեց, որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի այդ անդամները նույն հոգը տանեն միմյանց նկատմամբ, եւ եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները։ Եվ եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները, արդուք մարմինն է Քրիստոսի եւ անդամներ նրա անդամներից։ Եթե մի հասարակությունում կամ եկեղեցում այդպես չի, այսինքն մի անդամի ցավը մյուսինը չի, եւ մի անդամի ուրախությունը մյուսինը չի,
Այսինքն մեկի մոտ երբ որ ցավ է լինում, այն մյուսները ուրախանում են, երբ որ ուրախություն է լինում, այն մյուսները նախանձում են եւ տխրում են, սա արդեն անորմալություն է եւ տանում է դեպի կործանում։ Եթե մեր մարմնի մասերը եւ անդամները միաբան չլինեն, մենք կհիվանդանանք եւ շատ վատ կլինի մեր վիճակը։ Ինչպես որ մարմինը չի կարող ապրել առանց գլխի, այնպես էլ երբ մարմնի մի մասը կորչում է կամ վնասվում, կյանքը կարող է շատ ավելի դժվար դառնալ։ Հաճախ մենք չենք գիտակցում, թե որքան կարևոր է ինչ-որ մի բան, մինչև որ չենք կորցնում այն։ Եվ ուրեմն ինչ է սրա իմաստը, որ եկեղեցում չկա ոչ մի ավելորդ անդամ։ Եվ եկեղեցում չկա ոչ մի անդամ, որը մյուսից բարձր է, այսինքն ինչպես մեր մարմնի անդամները ամեն մեկը իր գործն է կատարում, նույնը եկեղեցում է ամեն մեկը պիտի իր գործը կատարի եւ մեկը իրավունք չունի ասի գիտես իմ արած գործը ավելի բարձր է, քան թե քոնը։ Որովհետեւ եթե ձեռքը ասի չի ես ավելի կարևոր եմ, քան թե ոտքը, կամ քիթը ասի ես ավելի կարևոր եմ, քան թե բերանը կամ ականջները, իհարկե դա սխալ պատկերացում է, բոլորն են կարևոր։ Եվ մարդիկ սա չեն հասկանում, ինչու, որտեվ եսասեր են, եսամոլ են, փառամոլ են, որտեվ ուզում են մարդկանց ուշադրությունը իրանց վրա գրավվի։ Բայց մենք պիտի թույլ տանք Հիսուսին, որը եկեղեցու գլուխն է, ուղեղն է, չէ՞ որ ուղեղն է ամբողջ մարմինը ղեկավարում, որ նա ղեկավարի մեզ եւ մենք միաբանորեն աշխատենք իբարս նրա, այլ ոչ թե իբարս եկեղեցու ինչ-որ անդամի կամ քարոզչի կամ չգիտեմ ում։ Մենք ծառայում ենք Հիսուսին, այլ ոչ թե քարոզիչին եւ կամ չգիտեմ ինչ, ծառայելով իրար, մենք ծառայում ենք Հիսուսին։ Կողասացիներ 1:18 եւ նա կար առաջ քան ամեն ինչ եւ ամեն ինչ նրանով է կանած հաստատ։ Եբրայերենում գլուխ եւ սկիզբ բառերը կապ ունեն միմյանց հետ։ Նշված բառը, որն առաջին անգամ հանդիպում ենք Սուրբ գրքում, գտնվում է Ծննդոց 1:1-ում։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Հիսուսը մարդկության եւ եկեղեցու գլուխն է ոչ միայն իր մարմնավորման պատճառով, այլ որտեվ ինքն է արարիչը։ Հունարենում սկիզբ բառը լայն իմաստ ունի։ Այստեղ սկիզբը վերաբերում է Հիսուսին որպես եկեղեցու աղբյուր կամ նախաձեռնող։ Հետևաբար եկեղեցու գլուխը ճիշտ այնպես ինչպես նա է արարչագործության սկիզբը կամ նախաձեռնողը։ Հիսուսը ոչ միայն արարչագործության եւ եկեղեցու նախաձեռնողն է, այլև իր մեռելներից հարություն առնելու միջոցով։ Հռոմեացիներ 6:3-4 Կամ չգիտեք թե մենք բոլորս որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով նրա մահով է, որ մկրտվեցինք, մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպես ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ, որ փառքով նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով։ Ինքն է նոր արարչագործության նախաձեռնողը։ Քանի որ մեղքի վարձը մահն է, նրա հաղթանակը մահվան նկատմամբ ցույց է տալիս նաև նրա հաղթանակը մեղքի նկատմամբ եւ նրա զորությունը վերստեղծելու մեզ իր պատկերով։ Այս բոլորը ցույց են տալիս, թե ինչու է նա անդրանիկը մեռելներից։ Նրա հարությունն է գերակայողը, թեև առաջինը չէր, Մովսեսը։ 5 տականում Մովսես առաջին հարություն առավ։ Առանց Քրիստոսի հարության ոչ ոք չի կարող հարություն առնել մեռելներից։ Այսինքն Մովսեսը հարություն առավ ինչու, որտեղ այդ ծրագիրը գոյություն ուներ, որ Հիսուսը պիտի գա, մահանա, մեզ մեղքից փրկվի եւ հարություն առնի եւ մահի սատանայի գլուխը ջախջախի եւ մահը հաղթի։ Մովսեսը հարություն առավ ավանսով։ Եթե Հիսուսը չհաջողեր, ամեն ինչ հետ էր գնալու։ Գիտեք, եթե ասենք թե օրինակ բերենք, որ ավելի հասկանալի լինի, եթե
կոնտրակտ ես կապում մեկի հետ եւ ասում ես դու ես գործը պիտի անես, այնտեղ պայմանները նշված է եւ ավանսով փող ես տալի այդ մարդուն։ Եվ երբ որ կոնտրակտի մեջ կարող է լինել այսպիսի կետ, որ եթե պատվերը չհամապատասխանի արածին, ավանսնել են հետ վերցնում։ Այսինքն, եթե ծրագիրը հաջողությամբ չիրականացվեր, Հիսուսը չհաղթեր մահին, արդեն Մովսեսի հարությունն էլ չեղյալ կհամարվեր։ Իհարկե մեզ դժվար է դա հասկանալ, բայց դրա համար Աստվածաշունչը առաջին հարությունը համարում է Հիսուսի հարությունը, որտեղ Հիսուսի հարությունն էր հիմքը Մովսեսի հարության եւ բոլոր ապագա հարությունների։ Այս պահին օգտակար է համարոտ դիտարկել Պողոսի բերած բոլոր հիմնավորումները, թե ինչու Հիսուսը գերակայություն ունի։ Նա անտեսանելի Աստծո կատարյալ դրսևորումն է, նրա միջոցով է արվել ամեն ինչ, նա գոյություն ունեցել մինչև բոլոր բաները եւ բոլոր բաները միավորված է նրա մեջ, նա եկեցու գլուխն է, որը նրա մարմինն է, նա արչավորության ու վերստին արչավորության նախաձեռնողն է, պատճառը եւ աղբյուրը։ Նա հաղթել է մեղքին ու մահվանը եւ դրանով վաստակել բոլոր նրանց հարություն տալու իրավունքը, ովքեր վստահում են իրեն որպես Փրկիչ։ Հիսուսը միշտ գոյություն է ունեցել, բայց այժմ այս ամենի շնորհիվ նա դարձել է գերակա որպես մարդկության եւ եկեղեցու գլուխ։ Երբ որ եկավ ժամանակը, որ նա պիտի իրագործեր իրենց ծրագիրը, Հիսուսը ինչ արեց։ Իր աստվածությունը դրեց կողք եւ որպես անօգնական մանուկ ծնվեց երկրի վրա։ Կողոսացիներ 1:19-20 Եվ նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է, նա, որ սկիզբ է, Անդրանիկը մեռելների միջից, որպեսզի ինքը լինի ամեն ինչում նախապատիվը, որտև աստվածության լրիվ ամբողջությունը նրա մեջ հաճեց բնակվել։ Շատերը նրան կոչում են գիտեք տարբեր կրոներ կան, կիսա Աստված, կամ փոքրիկ Աստված, կամ չգիտեմ ինչ, բայց Աստվածաշունչը պարզ ասում է, որ նրա մեջ աստվածության լիությունն է, այսինքն ինքը լիովին Աստված է։ Պողոսը շատ հետաքրքիր արտահայտություն է օգտագործում հունարենում Հիսուսի նկարագրությունը լրացնելու համար անուղղակիորեն մատնանշելով հորը, որը հիշատակվում է Պողոսացիներ 1:12-ում, հենց նրա լիությունն էր, որ հայրը հաճեց, որ բնակվի Հիսուսի մեջ։ Ինչ է այս լիությունը։ Հովհաննեսն այն անվանում է հոր փառք լի շնորհով ու ճշմարտությամբ, սակայն այս հատվածի հիման վրա այդ լիությունը ներառում է շատ ավելին։ Այն ընդգրկում է Աստծո հավերժություն ու ինքնագոյությունը, ինչպես նաև նրա ստեղծագործելու եւ ստեղծելու զորությունը, ամենակարևորը այն ընդգծում է նրա իմաստությունը, հաղթելու մեղքին եւ մահվանը ամենաանհավատալի միջոցով, խաչով։ Եվ այսպես նա վերափոխեց այդ ամենաանփառունակ առարկան, այն դարձնելով իր հավերժական սիրո վկայությունը յուրաքանչյուր ստեղծված էակի հանդեպ։ Հովհաննես 3:16 Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, ոչ թե կանխորոշված ինչ որ մի քանի հատ մարդ, ով որ նրան հավատում է, յուրաքանչյուրը ունի հնարավորություն հավատալու Հիսուսին, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, Աստծո նպատակն էր եւ ցանկությունը եւ փափագն է, որ բոլորը հավատան եւ ոչ մեկ չկորչի մարդկային ցեղից, նա բոլորի համար է իր արյունը թափել, սակայն նա չի բռնություն կատարում, չի ստիպում մարդուն իրեն ընտրելու։ Դրա համար շատ մարդիկ չեն ուզում եւ Աստված չի ստիպում։ Մեղքը վերջնականապես հաղթահարելու եւ հաշտեցման ենթակա բոլոր բաները հաշտեցնելու միակ ճանապարհն ամփոփված է մեկ փառահեղ ճշմարտության մեջ՝ Աստված սիրեց։ Նա սիրեց տիեզերքը եւ մեզ այնքան, որ ամեն ինչ վտանգի ենթարկեց, որպեսզի մեզ փրկի Քրիստոսի խաչի մահվան միջոցով։ Աստված մարմնավորվեց, դարավ մարդ, դրանով վտանգի ենթարկելով ամբողջ տիեզերքը, որովհետեւ հնարավոր էր, որ Հիսուսը տանուլ տար, այո, հնարավորություն էր 50-ը 50-ի վրա, բայց փառք Աստծո,
Հիսուսը 100% հաղթեց։ Հունարեն աշխարհ բառը կոսմոս կարող է ներառել ամբողջ տիեզերքը։ Պողոսը հաշվի է առնում այս համընդհանուր ցուցադրությունը Քրիստոսին հետևելու համատեքստում։ Տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին եւ մարդկանց։ Էլեն Ուայթ դարերի փափագը գրքից։ Երկինքը վշտով ու զարմանքով էր նայում Քրիստոսին խաչին գանված։ Ապստամբության կյանքով սատանան ու նրա հետ միաբանողներն այնքան աններդաշնակ են դառնում Աստծո հետ, որ նրա ներկայությունն ինքնին նրանց համար ոչնչացնող կրակ է դառնում, այսինքն նրանք լիովին կորցնում են Աստծո պատկերը իրենց մեջ։ Նրա փառքով սերը ոչնչացնում է նրանց։ Մեծ պայքարի սկզբում հրեշտակները դա չէին հասկանում, բայց այդպես չի լինի, երբ մեծ պայքարն ավարտվի։ Այն ժամանակ, երբ փրկության ծրագիրը լիովին ավարտվի, Աստծո բնավորությունը կբացահայտվի բոլոր բանական էակներին։ Եվ այդ ժամանակ հրեշտակները կարող են ուրախանալ նայելով Փրկչի խաչին։ Քրիստոս ինքը լիովին գիտակցում էր Գողգոթայի վրա կատարված զոհաբերության արդյունքները։ Այս ամենին նա սպասում էր, երբ նայելով առաջ խաչի վրա բացականչեց. կատարվեց։ Ինչը կատարվեց։ Ծրագիրը հաջողությամբ կատարվեց։ Այսինքն ինքը Հիսուսը թողնելով հրեշտակների փառաբանությունը, թողնելով իր փառահեղ կյանքը երկնքում, թողնելով իր աստվածությունը դարձավ մարդ երկրի վրա։ Եվ դրա համար, երբ որ նա հաղթեց, Աստծո լիությունը նորից վերադարձվեց նրան, որտեղ երկրի վրա ինքը մարդ էր եւ որպես մարդ հաղթանակ կրեց։ Եվ դրա համար հաղթանակից հետո այդ հաղթության, երբ որ ասում են, բա ինչի է գրած, որ Աստված պարգևեց իրան նորից, որտեղ ինքը այդ ամեն ինչը թողել էր եւ Հայր Աստված նորից իրեն հետ դարձրեց այդ ամեն ինչը, երբ որ ինքը հաղթեց։ Բայց Հիսուսը հավիտյան իրեն կապեց մարդկային ցեղի հետ։ Նա հավիտյան մնալու է որպես մարդ եւ Աստված։ Այն ժամանակ ինքը մենակ Աստված էր, հիմա ինքը նաեւ մարդ է։ Ինչ մեծ պատիվ մարդկային ցեղի համար։ Կարլ Լյուիս «Պարզապես քրիստոնեություն» գրքից, որը լույս է տեսել Նյու Յորքում 1952 թվականին։ Մի մարդ, որ ընդամենը մարդ էր եւ ասում էր այնպիսի բաներ, ինչպիսիք Հիսուսն էր ասում, չէր կարող լինել բարոյականության մեծ ուսուցիչ։ Այդպես են, չէ՞, շատ իրեն կոչում։ Չէ, ինքը Աստված չի, ինքը փրկիչ չի, ինքը ուղղակի բարոյականության մեծ ուսուցիչ է։ Շատ կրոներ այդպես են նրան ընկալում։ Նա կամ խելագար կլիներ այն մարդու մակարդակին, որ ասում է, թե ինքը խաշած ձու է, կամ էլ կլիներ դժոխքի սատանան։ Դուք պետք է կատարեք ձեր ընտրությունը։ Կամ այս մարդը եղել է Աստծո որդին, կամ խելագար է, կամ էլ ավելի վատ մի երևույթ։ Այսինքն բարոյականության մեծ ուսուցիչը, եթե ինքը Աստված է եւ ինքը ասում է ես Աստված եմ, ուրեմն ինքը ստախոս է։ Իսկ եթե ինքը ստախոս չի, ուրեմն ինքը Աստված է։ Այսինքն մենք չենք կարող ասել, որ ուղղակի իրան ընդունում ենք որպես մեծ բարոյականության մեծ ուսուցիչ։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Կամ այս մարդը եղել է Աստծո որդին, կամ խելագար, կամ էլ ավելի վատ մի երևույթ։ Դուք կարող եք նրան հիմար համարել եւ լռեցնել, կարող եք թքել նրա վրա եւ սպանել նրան որպես դև, կամ կարող եք ընկնել նրա ոտքերի առջև եւ նրան Տեր ու Աստված կոչել։ Բայց եկեք մի կողմ թողնենք այն հովանավորչական ու նվաստացնող անհեթեթությունը, թե նա պարզապես մարդկային մեծ ուսուցիչ էր։ Եթե մենք չենք ընդունում իրան որպես Աստված եւ փրկիչ, նշանակում է մենք ընդհանրապես իրեն չենք ընդունում։ Նա մեզ համար այդպիսի տարբերակ չի թողել, նման մտադրություն նա չի ունեցել։
Հայր Աստվածության ամբողջ լիությունն է մարմնավորապես եւ անտեսանելի է մահկանացու աչքերի համար։ Էլեն Ուայթը Ավետարանչություն գրքում գրում է. Որդին Աստվածության ամբողջ լիությունն է դրսևորված։ Աստծո խոսքը հայտարարում է, որ նա նրանցի ճշգրիտ պատկերն է, ճշգրիտ։ Նորից Էլեն Ուայթ Ավետարանչություն, որդին Աստվածության ամբողջ լիությունն է, Քրիստոսն Աստծո նախագոհ ինքնագոյ սուրբ որդին է։ Խոսելով իր նախագոյության մասին, Քրիստոսը միտքը տանում է դեպի ժամանակից դուրս տարեր։ Նա հավաստիացնում է, որ երբեք չի եղել նման ժամանակ, երբ նա սերտ միություն չի ունեցել հավերժական Աստծո հետ։ Նա հավասար էր Աստծուն, անսահման եւ ամենակարող։ Նա հավերժական ինքնագոյ որդին է։ Հիսուսը շնորհակալ ենք Աստծուն իր դասերի համար, ճշմարտության համար, որ ինքը բացում է մեր առջև։ Թող Աստված մեզ ընդունող հոգի տա։ Թող մենք չնմանվենք անգլուխ ձիավորի, թող մեր գլուխը լինի Հիսուսը, այլ ոչ թե, գիտեք ինչպես Աստված ոչ մեկին չի վիրավորել, նա բոլորին էլ տվել է խելք, տվել է ուղեղ եւ մարդու պարտականությունն է զարգացնել այդ ուղեղը, բայց շատ մարդիկ դա չեն կատարում ինչ ձևով, այսինքն նրանք ընտրում են մեկին, որ իրենց փոխարեն է մտածում եւ իրանք դադարում են մտածելուց, այս մարդը ինչ ասում է ճիշտ է, բայց երբ որ այդ մարդը կանի Աստծո առաջ, ինքը չի արդարանա դրանով, որ գիտես, այս մարդը քո անունն էր դավանում, ինքը ինչ ասում էր, ես են եմ արել։ Ոչ, Աստված ուզում է, որ մենք ուղղակի կապ ունենանք իր հետ, հարցնենք Աստվածաշնչին, այլ ոչ թե մարդուն։ Եվ եթե մարդը մի բան է ասում, անպայման ստուգենք Աստվածաշնչով։ Խնդրենք այդ մարդուն, որ իր ասածը հաստատի Աստվածաշնչով, այլ ոչ թե այդ մարդը ինչ ասեց, այն էլ անենք։ Դա կոչվում է անգլուխ ձիավոր, այսինքն մեր գլուխը Հիսուսն է, ոչ թե ինչ որ մարդ։ Չպետք է մեր իրավունքը մտածելու տանք ուրիշին։ Չպետք է ալարենք մտածել։ Աստված մեզ ուղեղ է տվել, որ մենք մտածենք, հասկանանք, այդ իրավունքը չտանք ուրիշին մեր փոխարեն ընտրելու, մեր փոխարեն մտածելու, մեր փոխարեն հասկանալու։ Թող Աստված օժնի մեզ որպեսզի մենք թույլ տանք Հիսուսին գործել մեր կյանքում, որպեսզի մենք իրեն ընդունենք որպես մեր Աստված եւ մեր Փրկիչ, որպես այլ ոչ թե ուղղակի բարոյականության մեծ ուսուցիչ։ Այո, ինքը ամենամեծ ուսուցիչն է, բայց ինքը նաեւ Աստված է եւ Աստծո որդի եւ մեր Փրկիչը։ Մեր փրկությունը կախված է հենց դրանից, արդյոք մենք ընդունում ենք իրեն որպես Փրկիչ, թե ոչ։ Այդ հնարավորությունը ինքը տվել է բոլորին։ Բայց ցավոք ինքն էլ հենց զգուշացնում է, որ նեղ է ճամփան, որ տանում է դեպի ճշմարտություն եւ շատ, դեպի փրկություն եւ շատ քչերն են դա ընտրելու։ Եվ լայն է ճամփան, որ տանում է դեպի փրկություն։ Նեղ է ճամփան, որ տանում է դեպի փրկություն եւ շատ քչերն են ընտրելու, եւ լայն է ճամփան, որ տանում է դեպի կործանում, եւ ցավոք շատ-շատերն են այդ ճամփան բռնում ու գնում, ցավացնելով իրենց արարչի, իրենց Փրկչի սիրտը։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք չլինենք վերջիններից, այլ են մյուսներից։ Հիսուս ասում է, ես եմ առաջինը եւ վերջինը, ես եմ ալֆան եւ օմեգան։ Եվ Անդրանիկ բառի իմաստը հենց դրանումն է, որ ինքը առաջինն է։ Թող Հիսուսին դնենք առաջինը մեր կյանքում։ Նա ամեն ինչի պատճառն է, մեր կյանքի պատճառն է, մեր կյանքի աղբյուրն է։ Եկեք առաջնությունը մեր կյանքում տանք իրեն, այլ ոչ թե մեզ։ Ես սենց եմ սիրում, ես սենց եմ ասում, ես սենց եմ նո։ Եկենք իրա օրինակով փոխվենք Աստծո պատկերով։ Սիրենք այն, ինչ որ ինքը սիրեց։
Ոչ թե մարդուն որպես մոդել, որպես օրինակ ընտրենք, այլ հենց իրեն Հիսուսին։ Թող Աստված օգնի մեզ այս գործում, Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։